Հայաստանը, Վրաստանը եւ Սլովակիան կողմ են քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին, որը Ռուսաստանի հասցեին մեղադրանք է պարունակում Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։ Քվեարկության հեռարձակումը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի միջև համագործակցություն բանաձևին աջակցել է 105 երկիր։ Դեմ է քվեարկել 9, այդ թվում ԱՄՆ-ն։ Աննախադեպ մարտահրավերներ, որոնց բախվում է Եվրոպան ներկայումս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաշնության ագրեսիայից հետո պահանջում են ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի միջև, ասվում է փաստաթղթում։ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները պահանջ ներկայացրին մուտք գործել ներկայացուցչության շենք, ոստիկանները թույլ չտվեցին։ Պահանջեցին, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը իջնի ու դարպասի, մյուս կողմից լսի իրենց հարցերը։ Այնուհետև բարձրախոսով պատասխաններ հնչեցին։ Ի վերջո ոստիկանների հետ տևական բանակցություններից հետո 11 հոգի, այդ թվում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանը մտան շենք։ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի մայր Նաիրա Մարգարյանը, ով Արցախից տեղահանվել եւ այժմ բնակվում է Գյումրիում, պատասխանել է ՔՊԱ-ականներին, ովքեր հայտարարում են, թե 44-օրյա պատերազմի ժամանակ իբր արցախցիները չեն կռվել։ Խոսքս ուղղված է ՔՊ-ին, ովքեր ուրանում են ամեն ինչ։ Ես մայր եմ, որ ծնեց որդի, դասյարակեց, մեծացրեց, օրհնեց ու ճանապարհեց հայրենիքի պաշտպանության սուրբ ճանապարհով։ Այդ ճանապարհից իմ որդին, ինչպես շատ ուրիշներ, վերադարձավ, բայց վերադարձավ անմահացած։ Ցավով եմ լսում, երբ տարբեր պաշտոնյաներ բարձրաձայնում են, թե իբր արցախցիները չեն կռվել, թե մենք չենք կռվել։ Այդ խոսքերը դանակի պես խրվում են մեր սրտի մեջ, վիրավորում մեր որդիների լուսավոր հիշատակը։ Մեր տղաները կռվեցին իրենց արյունով պահելով ու պաշտպանելով հողը մինչև վերջին շունչը։ Արցախը մենք չկորցրինք նրա համար, որ չէինք կռվում։ Արցախը կորցրինք այն բանի պատճառով, որ գործող իշխանությունը հեռու էր դիվանագիտությունից, չկարողացավ պահպանել մեր հաղթանակների արդյունքը, չկարողացավ արժանապատվորեն կանգնել մեր հերոսների թիկունքին։ Որպես զոհված զինվորի մայր պահանջում եմ, որ սգո օր հռչակվի ի հիշատակ մեր անմահացած տղաների։ Եվ այդ օրը սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի 19-ին եւ սեպտեմբերի 27-ին հրապարակվեն բոլոր հերոսացած որդիների անունները, որ ամբողջ ժողովուրդը տեսնի ու հիշի, թե ովքեր են եղել իրական հերոսները։ Սա մոր սրտի ճիչ է, մեր ամբողջ ազգի ցավն ու պարտքը մեր տղաների առաջ։ Թող հերոսների անունները վառ մնան եւ նրանց արյունով գրած պատմությունը ոչ ոք չհամարձակվի մոռանալ կամ աղավաղել։ Պատերազմի ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գլխավորած Միքայել Համբարձումյանը հերքելով իշխող խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունն այն մասին, թե 44-օրյայի ժամանակ արցախցիների մեծ մասը չի կռվել, ինադու սապոտաժ է արել, մի մասը տվյալները տվել Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշեց, եթե ԱԱԾ-ում ստացվեին նման տվյալներ, անմիջապես կարձագանքեինք, ընդ որում շատ խիստ ու ավելին, դա կհանրայնացվեր պրոֆիլակտիկ նպատակներով։ Սումյանի խոսքով արցախցիների վերաբերյալ համընդհանուր նման գնահատական տալը անթույլատրելի է, հիմնազուրկ եւ իհարկե վտանգավոր։ Ցավոք վերջին շրջանում նման օրինակ դեպքերը հաճախակ են դարձել ու հնարավոր է նպատակային նույն հաջողությամբ կարող են մեղադրել Հայաստանի ողջ բնակչությանը։ Բոլորիս է հայտնի պարտությունը, որպես հաղթանակն ունի հազար տեր, ընդգծեց ԱԱԾ նախկին պետը։ Հիշեցնենք, որ այսօր ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ արցախցիները չեն կռվել։ 44-օրյայի ժամանակ Ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել։ Մի մասն էլ ինադու սապոտաժ արե, մի մասն ինադու տվյալներ ա տվել։ Սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնենք դատական պրոցեսներից, ասել է Սուքիասյանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բովանդակալից է անվանել։ Երեկ շատ լավ բովանդակալից երկար հանդիպում ունեցա Ռուսաստանի ղեկավարի հետ, նշել է Արաղչին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։ Փարիզում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կարող են օգնել Ուկրաինայի
հակամարտության կարգավորմանը, ավելի մոտենալ համաձայնության հասնելուն։ Բանակցությունները շատ օգտակար եւ կառուցողական էին, ասել է նա լրագրողներին Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանում։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կարող են օգնել մեզ ավելի մոտենալ համաձայնության հասնելուն։ Ռուբիոյի խոսքով Սպիտակ տունը մշտական կապի մեջ է Լոնդոնի եւ Փարիզի հետ կարգավորման հարցում։ Մենք ողջունում ենք նրանց ներդրումն ու մասնակցությունը եւ կարծում ենք, որ սա կարևոր աշխատանք է, եզրափակել է նա։ Ապրիլի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկոֆի հետ։ Ելիսեյան պալատի տվյալներով կառուցողական բանակցությունները օգնել են մերձեցնել դիրքորոշումները Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ եւ ցանկացած դեր խաղալ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնագրերում, որոնք օգտակար կլինեն Թեհրանում։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մենք պատրաստ ենք օգնել միջնորդել խաղալ ցանկացած դեր, որն օգտակար կլինի Իրանի տեսանկյունից եւ ընդունելի կլինի ԱՄՆ-ի համար, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Բրազիլիան պատրաստվում է ել ավելի ամրապնդել BRICS-ը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց մի շարք ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարար Կարլոս Ֆավարոն երկրի մայրաքաղաք Բրազիլիայում կայացած թեմատիկ համաժողովի ժամանակ։ ԱՄՆ իշխանությունների կողմից ձեռնարկած աննախադեպ պրոտեկցիոնիզմը ել ավելի է մղում մեզ ամրապնդելու աշխարհաքաղաքական բլոկը եւ որոնելու նոր առևտրային հնարավորություններ մեջբերում է նրա խոսքերը Բրազիլ 247 պորտալը։ Նախարարի խոսքով համայնքի բոլոր անդամներն անհրաժեշտ են համարում գյուղմթերքի առևտուրն իրենց միջև ընդլայնել։ Ֆավարոնն ընդգծել է, որ Սպիտակ տան կողմից ընդունված առևտրային միջոցառումները չեն ազդի գյուղատնտեսության ոլորտում BRICS կապերի ամրապնդման վրա։ Ինչ որ մեկը ստիպված կլինի մատակարարել այն միսը, որն ամերիկացիները դադարել են մատակարարել։ Բրազիլիան ունի եւ ցանկություն եւ հնարավորություն մատակարարելու, եզրափակել է նա։ Իրանական կողմը տեսել է ԱՄՆ-ի մտադրությունների լրջությունը Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլում կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Բանակցությունների առաջին փուլում ԱՄՆ-ի հետ Օմանում մենք տեսանք որոշակի լրջություն, մյուս կողմի մտադրություններում տեսանք բացառապես միջուկային հարցեր քննարկելու ցանկություն։ Դա կարող է մեզ թույլ տալ կառուցողական բանակցությունների մեջ մտնել, ընդգծել է նա։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները սկսել են մեղմացնել գենդերի ու կլիմայի վերաբերյալ ձևակերպումները, վախենալով Սպիտակ տան ճնշումից։ Այս մասին գրում է Պոլիտիկո թերթը։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները մեղմացնում են կլիմայի, գենդերային եւ բազմազանության մասին խոսակցությունները որպես կանխարգելիչ միջոց խուսափելու Թրամփի վարչակազմի վրեժխնդրությունից, ասվում է հրատարակության մեջ։ Օրինակ, նախագծերում կլիմա բառը փոխարինվել է գործառնական միջավայրով, իսկ գենդերային հռետորաբանությունն ընդհանրապես հանվել է, որպեսզի ԱՄՆ-ն չխոչընդոտի փաստաթղթերի հաստատմանը։ Տեղեկություններն այն մասին, թե Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանի Դաշնությանը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Սզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով Պեկինը երբեք զենք չի փոխանցել ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ավելին, երկրի իշխանությունները միշտ խստորեն վերահսկել են երկակի նշանակության ապրանքների վաճառքն այլ երկրներ։ Չինաստանը կտրականապես դեմ է անհիմն մեղադրանքներին եւ քաղաքական շահարկումներին, հավելել է դիվանագետը։ ԱՄՆ պաշտոնյաները Փարիզում նվաստացրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա խաղաղության դաս են տվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համատեքստում։ Այս մասին ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ Իրականում 3 շատ նվաստացուցիչ օր էր Մակրոնի համար։ Թրամփի երկու ներկայացուցիչներ նրան խաղաղության դաս տվեցին Փարիզի կենտրոնում, գրել է Ֆիլիպոն։
2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված Արևմտյան Ադրբեջան մեր մշակութային հիշողության մեջ խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկարտումների եւ հայ ժողովրդի բազմադարյա հոգեվոր եւ մշակութային ժառանգության յուրացման ձգտումների, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները Հայաստանի եւ Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները, ադրբեջանական կամ ալբանական ներկայացնելու փորձերը։ Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության եւ խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։ Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին եւ մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին եւ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։ Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կայցելի 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչինի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Իրանի նախագահ պարոն Մասուդ Փեզեշքյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թեհրան։ Հուսով ենք, որ այս այցը տեղի կունենա ընթացիկ 2025 թվականին, նշել է Արաղչին։ Փեզեշքյանը Մոսկվա էր այցելել 2025 թվականի հունվարին։ Հունվարի 17-ին Կրեմլում բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի նախագահները ստորագրեցին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։ Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին, ասել է Վենսը։ ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կտրամադրի Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն։ Նա նաև ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական կարգավորման հարցում հետաքրքիր բաներ են եղել, որոնք նա կկիսվի Մելոնի հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացի մասին։ Մենք շատ մանրամասն քննարկեցինք միջուկային հարցը, խոսեցինք ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։ Ես պարոն Լավրովին տեղեկացրել եմ դրանց առաջընթացի, բովանդակության եւ քննարկող հարցերի մասին, ասել է նա Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Թեհրանը կշարունակի ռուս եւ չինացի գործընկերներին տեղեկացնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների մասին եւ հույս ունի, որ Ռուսաստանը կնպաստի իրանական միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելուն։ Ռուսական Իսկանդեր հրթիռային համակարգը զգալի ազդեցություն է ունեցել ուկրաինական հակամարտության վրա, մինչդեռ այդ զինատեսակի ամերիկյան համարժեքը ATACMS հրթիռները ձախողել են։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ռազմական փորձագետ Ուիլ Շրայվերը։ Ես միակը չէ, այլ այն քչերից մեկը, ով դեռ 2023 թվականի վերջին պնդում էր, որ ATACMS հրթիռը խայտառակ ձախողում է լինելու, գրել է նա, հավելելով, որ ռուսական Իսկանդեր հրթիռային համակարգն իսկապես փոխել է խաղի կանոնները ուկրաինական հակամարտությունում։ Շրայվերը նշել է, որ Ուկրաինայում ATACMS-ի ձախողման մասին կարծիքը կիսում են արևմուտքի բազմաթիվ փորձագետներ։ Միացյալ Նահանգները չի աջակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ։ Ընթացիկ բանաձևը կրկնում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ հայտարարությունները, որոնք Միացյալ Նահանգները համարում է անօգուտ խաղաղության գործը առաջ մղելու համար, ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոնաթան Շրայերի հայտարարության մեջ։ Բանաձևը, որի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում, ներկայացրել են Լիտվան եւ Լյուքսեմբուրգը։ Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 16
հաղորդեցին։ Փաստաթղթին աջակցել է 105 երկիր, ձեռնպահ 33, իսկ դեմը 9։ Նշենք, որ Հայաստանը եւ Վրաստանը կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունն, ԱՄՆ-ն, Բելարուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը։ ԱՄՆ-ն 3 տարի Ուկրաինային աջակցելուց եւ միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանա այլ խնդիրների վրա։ Այս մասին Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ի տեսանկյունից մենք 3 տարի եւ միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար, եւ այժմ հասել ենք մի կետի, երբ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա, ասել է նա։ Ամերիկացի պաշտոնյաները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ կցանկանային շաբաթների ընթացքում Ուկրաինայում լիակատար զինադադար տեսնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին գործակալության զրուցակիցները հավելել են, որ Վաշինգտոնը մոտ ապագայում ակնկալում է զգալի առաջընթաց հակամարտությունը դադարեցնելու համար։ Աղբյուրները նաև նշել են, որ հանդիպման մասնակիցները համաձայնել են աշխատել այդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Ապրիլի 17-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկովի հետ։ Ըստ Ելիսեյան պալատի այս կառուցողական բանակցությունները օգնել են կողմնորոշվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Սա կոնկրետության մակարդակ է, որը մենք դեռ պատրաստ չենք հրապարակայնորեն քննարկել, ասել է Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հարցին։ Սակայն ըստ նրա այս հարցը բարձրացվում է հակամարտության կարգավորմանը նվիրված յուրաքանչյուր հանդիպմանը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել մեծացնել Արևմուտքը եւ շնորհակալություն հայտնել քաղաքական գործչին Հռոմ այցելելու հրավերն ընդունելու համար։ Երբ ես խոսում եմ Արևմուտքի մասին, ես հիմնականում խոսում եմ քաղաքակրթության մասին, եւ ես ուզում եմ այն ավելի ուժեղացնել, եւ չնայած մենք խնդիրներ ունենք Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև, ժամանակն է նստել եւ լուծումներ գտնել։ Ինձ համար նպատակը Արևմուտքը կրկին մեծ դարձնելն է, ասել է Մելոնին ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Իտալիայի վարչապետի X սոցիալական ցանցում հրապարակվել է քաղաքական գործիչների հանդիպման տեսագրության մի հատված։ Մելոնին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին պաշտոնական այցով Իտալիա այցելելու նրա հրավերն ընդունելու համար։ Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վստահություն էր հայտնել Եվրամիությանը եւ ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի վերաբերյալ գործարք կնքելու հնարավորության վերաբերյալ։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին մամուլի ասուլիսում ասել է, որ պատճառ չի տեսնում որևէ փոփոխություն մտցնելու ԱՄՆ-ի հետ գործող համաձայնագրում ամերիկյան ռազմաբազաների պահպանման ծախսերի բաշխման վերաբերյալ եւ որ ֆինանսավորման հարցը պետք է քննարկվի Թուրքիայի հարցից առանձին։ Նախարարը հիշեցրել է, որ գործող համաձայնագիրը ներառում է 2022 թվականից մինչև 2026 թվականների ֆինանսական տարին ընկած ժամանակահատվածը, որը կավարտվի 2027 թվականի մարտի 31-ին։ Ծախսերը ճիշտ բաշխված են ներկայիս համաձայնագրի հիման վրա։ Մինչև հաջորդ ֆինանսական տարվա վերջ ծախսերն արդեն ծածկված են։ Համաձայնագիրը դեռ ուժի մեջ է, ուստի այս փուլում որևէ փոփոխություն կատարելու պատճառ չենք տեսնում, ընդգծել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հիանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով եւ արհամարում Վլադիմիր Զելենսկիին, գրում է Գլոբո թերթը։ Լուլայի եւ Թրամփի հարաբերությունները մնում են առեղծված։ Նրանց արհամարակը Վլադիմիր Զելենսկիի եւ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հիացմունքն ապշեցնում է։ Գրում է հրատարակությունը ավելի վաղ Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի միջուկային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Պիտեր Կուզնիկը ՌԻԱ Նովոստին ասել է, որ Թրամփը արհամարում է Վլադիմիր Զելենսկիին, ինչը հրապարակայնորեն ցուցադրվել է Սպիտակ տանը նրանց վիճաբանության ժամանակ, սակայն ընդհակառակը նա հիանում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում կարող է առևտրային գործարքներ կնքել բոլոր երկրների, այդ թվում Չինաստանի հետ։ Նրա խոսքը մեջբերում է CNN-ը։ Մենք գործարք կկնքենք բոլորի հետ, ասել է Թրամփը։ Կարծում եմ, որ առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում այս ամենը կարող է ավարտվել, հավելել է նա։ Սպիտակ տան ղեկավարը ԱՄՆ-ն համեմատել է մեծ գեղեցիկ հանրախանութի հետ։ Եթե առևտրային գործընկերներին չբավարարեն այդ սակագները, նրանք գնումներ չեն կատարի Ամերիկայի խանութում, ընդգծել է նա։
Ռուսաստանին թշնամի համարող ամերիկացիների թիվը ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր հասել է ամենացածր մակարդակի, գրում է The Washington Post-ը վկայակոչելով Pew Research Center-ի հարցման տվյալները։ Ռուսաստանին թշնամի համարող ամերիկացիների թիվը 2024 թվականի ապրիլից 61%-ից նվազել է մինչև 50%-ի։ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մեղմացումն առավել նկատելի է հանրապետական ընտրողների շրջանում։ 40%-ը Ռուսաստանին դասել է թշնամիների շարքին, ինչը ցածր է նախորդ տարվա ցուցանիշից 58%։ Ամերիկացիների 1/3-ը Ռուսաստանին ԱՄՆ-ի մրցակից է համարում, իսկ 9%-ը գործընկեր։ Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ մեծ թվով հանրապետականներ Ռուսաստանին ավելի շատ մրցակից են համարում, քան թշնամի, նշում են հետազոտության հեղինակները։ Ֆրանսիայում բացահայտել են ԱՄՆ-ն, Եվրոպան եւ Ուկրաինան դեմ են մասնակի հրադադարին եւ կոչ են անում լիարժեք, որքան հնարավոր է արագ խաղաղություն հաստատել։ Փարիզում կայացած բանակցությունների մանրամասները բացահայտել է Le Monde թերթը, վկայակոչելով դիվանագետներին։ Գնալով ավելի քիչ մարդիկ են հանդես գալիս կրակի մասնակի դադարեցման օգտին, քանի որ այն կառավարելը շատ դժվար է, ինչպես ցույց է տալիս էներգետիկի ենթակառուցվածքների հետ կապված իրավիճակը։ Հայտարարել է պարբերականի աղբյուրը, ընդ որում կարծիքները տարբեր են այն հարցում, ինչպես լավագույնս վերահսկել ռազմական գործողությունների հնարավոր դադարեցումը։ Նշվում է, որ Ուկրաինան պահանջել է, որ հենց ԱՄՆ-ն ստանձնի հրադադարի վերահսկման պատասխանատվությունը, սակայն այս փուլում Վաշինգտոնը այդ ուղղությամբ ոչ մի պարտավորություն չունի։ Բանակցությունների մասնակիցներից մեկի խոսքով ամերիկյան կողմը դեռևս չի պատասխանել ոչ այոյին, ոչ էլ ոչին, ինչը թույլ է տալիս շարունակել քննարկումը։ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից, գրում է The New York Times-ը, հղում անելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։ Զինվորականները փակել են երկրի հյուսիս-արևելքում գործող 8 օպերատիվ բազաներից 3-ը, զորակազմի թվականակը 2000-ից կկրճատվի մինչև 1,4 մարդ։ Զրուցակիցների խոսքով 60 օրից ամերիկյան հրամանատարությունը կքննարկի զորակազմի լրացուցիչ կրճատման նպատակահարմարության հարցը։ Հրամանատարությունը խորհուրդ է տվել Սիրիայում թողնել առնվազն 500 ամերիկացի զինծառայողների, ասել է պաշտոնյաներից մեկը, ընդ որում նախագահ Դոնալդ Թրամփը թերահավատորեն է տրամադրված Սիրիայում ամերիկյան ինչ-որ ստորաբաժանումների պահպանման հարցում, նշում է թերթը։ Ընդերքի ռեսուրսների մասին համաձայնագրի նախապատրաստման հուշագրում, որը ստորագրել են ուկրաինական եւ ամերիկյան կողմերը, Կիևի անվտանգության երաշխիքների մասին որևէ հիշատակում չկա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի խորհրդարանի падգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Քաղաքական գործիչն իր բլոգում ուկրաիներեն է թարգմանել փաստաթղթի ամբողջական պատճենը։ Տրամադրված փաստաթղթի տեքստը չի պարունակում անվտանգության երաշխիքների վերաբերյալ դրույթներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Ուկրաինայի կառավարությունը ստորագրում են փոխըմբռնման հուշագիրը, արագորեն լրացնելու անհրաժեշտ փաստաթղթերը, ներդրումների վերականգնման հիմնադրամի ստեղծման միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ժողովուրդների միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման համար, ասվում է հայտարարության մեջ։ Ամերիկյան բանակը ոչնչացրել է Ռաս Իսա նավահանգիստը, որը վերահսկվում է Անսար Ալլահ-Հութիներ ռազմաքաղաքական շարժման կողմից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ ԱՄՆ զինվորականները հարվածել են վառելիքի աղբյուրներին, որոնք աջակցում են Իրանի հետ կապված Հութիների ահաբեկչական խմբավորմանը։ Այս հարվածները նպատակ ունեն զրկել խմբին անօրինական եկամուտներից, որոնք ավելի քան 1 տասնամյակ օգտագործվել են տարածաշրջանում Հութիների ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու համար, ասվում է X սոցիալական ցանցի միկրոբլոգի գրառման մեջ։ Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Գերմանիան կդարձնի Ուկրաինայի հակամարտության անմիջական կողմ, եթե Կիևին մատակարարի Տավրոս հրթիռներ, ինչը վտանգի տակ կդնի երկիրը։ Այս մասին հայտնել է ամերիկացի քաղաքական մեկնաբան Գիլբերտ Դոկրոուն։ Գերմանիան կարող է սկսել Տավրոս մատակարարել եւ մասսագետներ տրամադրել այն կառավարելու համար։ Այսինքն Մերցը պատրաստ է դառնալ հակամարտության անմիջական կողմ եւ օրինական թիրախ, ընդգծել է նա։ Փորձագետը նաեւ հիշեցրել է, որ Մերցը չի բացառել նման զինատեսակներով հարվածներ հասցնել Ղրիմի կամրջին։ Դոկրոուն հավելել է, արդյոք Գերմանիան պատրաստ է արձագանքել նման քայլին։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների սպառնալիքները առաջնորդների հասցեին, ովքեր ցանկանում են մեկնել Մոսկվա, նշելու նացիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը ցույց են տալիս իրական վերաբերմունքը դաշինքի անդամ փոքր երկրների նկատմամբ։ Այս մասին YouTube-ում հայտարարել է բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Ստացվում է, որ եվրոպացի առաջնորդներին, ովքեր որոշել են մեկնել Մոսկվա, նշելու իրենց երկրների ազատագրման տարեդարձը եւ հարգելու ազատագրողների հիշատակը, քանի որ Չեխոսլովակիան եւ Սերբիան
պարտադրվել են Կարմիր բանակի կողմից ուղղակի արգելված է դա անել, նշել է նա։ Մերկուրիսի խոսքով Բրյուսելը որոշ չափով հաշվի առնում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի կարծիքները, մինչդեռ մնացած երկրները փաստացի գավառներ են։ 44-օրյա պատերազմի ժամանակ ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ է արել, մի մասն էլ ինադու տվյալները տվել։ Սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսենք դատական պրոցեսներից։ Ազգային ժողովում լրագրողների զրույցում ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ падգամավորը հանցագործության մասին հաղորդում է տալիս, նա ասաց. «Հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով 5 տարի է քրեական գործեր են գնում։ Ղարաբաղից շատ ընկերներ ունեմ, իրենց հետ հաճախ շփվում եմ։ Շատերին աշխատանք եմ տեղավորել, իմ ընկերներին անծանոթ մարդկանց, շատ լավ մարդիկ կան, աշխատասեր մարդիկ են»։ Նա կրկին ընդգծեց, մեծ մասը չի կռվել, 3000-ից ավելի զոհ տվել ենք ընդհանուր Հայաստանից ու Ղարաբաղից։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց պետք է մի բան ճշտենք, արդյոք Արցախում բնակվող 150 000-ը, որը պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր ինչքան են զոհվել Հայաստանից ինչքան։ Երբ որ նայում ենք Կշիռը, այդքան էլ այդպես չէ։ Դրա համար էլ շատերը չեն կռվել։ Դրա մասին է խոսքը։ Ես 44-օրյա պատերազմի մասին ասացի, իսկ 2023 թվականի սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել էին մենակ, Հայաստանի օգնություն չի եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերին։ Ես հրավիրված եմ թագավոր Չարլզ III-ի եւ երկրի կողմից։ Նրանք պատրաստվում են կազմակերպել երկրորդ այցը, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նախագահը հավելել է, որ ինքը մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի նկատմամբ եւ որ իր համար այդ այցը մեծ պատիվ է։ Փետրվարի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան հանձնեց թագավոր Չարլզ III-ի անձնական նամակը, որով ամերիկացի առաջնորդին հրավիրեց երկրորդ պետական այց կատարել Միացյալ Թագավորություն։ ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում լրագրողների համար հերթական ճեպազորություն մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ Ես լսել եմ այս հայտարարությունը ֆրանսիական կողմից Լոնդոնում կայանալիք բանակցությունների մասին, առայժմ չեմ կարող ասել, թե կոնկրետ որոնք են լինելու պետքարտուղարի գործողությունները, ասել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ նա մի քանի անգամ կրկնել է, որ Վաշինգտոնը մտադիր է շաբաթների ընթացքում իր համար որոշում կայացնել, թե արդյոք իր կարծիքով Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ են լուծել հակամարտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Սա հավերժ չի շարունակվի մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է պետդեպարտամենտի ղեկավարը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը 3 տարի աջակցել է Կիևին, սակայն այժմ հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանալ այլ բանի վրա։ ԱՄՆ-ն ցանկանում է մի քանի շաբաթվա ընթացքում հասնել ամբողջական հրադադարի։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ ԱՄՆ-ի իշխանությունները ցանկանում են շաբաթների ընթացքում ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայի մարտերը դադարեցնելու նոր ջանքերի շրջանակում, ասվում է հրատարակության մեջ։ ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ շուտով ակնկալում են զգալի առաջընթաց եւ 5 շաբթի կայացած հանդիպման մասնակիցները համաձայնել են աշխատել այդ նպատակի ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բաց է թողնում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման իր վերջին հնարավորությունը։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտնել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դեվիսը։ Հիմա կարող է լինել գործար կնքելու վերջին հնարավորությունը, բայց Զելենսկին նույնպես բաց կթողնի այն։ Ընդգծել է նա, վերլուծաբանը նշել է, որ Զելենսկին ասում է անհրաժեշտ է սկսել բանակցությունները, այնուհետև սկսում է պայմաններ դնել որպես իսկական ղեկավար։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթկովը ռուսական պատմությունները տարածում եւ իրավունք չունի քննարկել Ուկրաինայի տարածքը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զորաբ Մնացականյանը նշանակվել է դիվանագիտական դպրոցի տնօրեն։ Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին ասել է Անի Բադալյանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Պետրոսյանն
Ինչքանն է ավելի վաղ, Media-Max-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Զորաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն։ Զորաբ Մնացականյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Իսկ այժմ եղանակի մասին այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ վաղվանից մինչև ապրիլի 14-ը գիշերային ժամերի լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-ից 7 աստիճանով։